Բարև ձեզ, սիրահարներն այսօր ինձ հետ է անգամ ևս մեր շատ ներժամանակներուն հետ միջազգանագետ, դիվանագետ, քաղաքագետ բարոն Դավիթ Կարապետյանը։ Դավիթ ջան, ինձ իվիդներես որ քեզ հետ օգնագի չի խոսի մանած այդ ֆորմալիտներում մենք արդեն հալածած ենք։ Համաձայն ես գարնում ես։ Իհարկե, ողջույններս Պետրոս ջան։ Ողջույններս։ Շատ հաճելի է, բարև ձեզ։ Շնորհակալ եմ որ ինձ ընդունես։ Ինձ պիտի թույլատրես մի գեսրոբե վկայությունն ավիպար Լիբանանը որ Հայաստան եկած է, որովհետև Լիբանանը որ Հայաստանի 1/3 տարածք ուներ, շատ ավելի լուրջ խնդիրներ ուներ 5 միլիոն բաղեստինցի, նաև շրջապատված էր երկու թշնամի պետություններով Իսրայել եւ Սուրիա, եւ Լիբանանին գեսը բաժանված էր բանակտված, նույնիսկ ինքնության բայկար կար, մեկ մասը ուզեր Սուրիայի միանալ։ Հայաստանը միակամ ասկ է Լիբանանը դակավին իր ասկային ինքնությունը չէր ճշտած, դեր շատերն ագեսեն որ Լիբանան ասկություն չի գա, սակայն ցավոք սրտի Դավիթ Կարապետյան մի դարձում ես ինձ իմ դպավորությունս եւ շատ լիբանահայերու, որ նույնիսկ Լիբանանի անգայուն վիճակի մեջ ես ասկային մտահոգ եւ ասկային ակնկալող որ վաղը ինչ պիտի բերե այդ մեծ մտահոգությունը նույնիսկ զարհուրանքը չէի զգար, մտահոգված ենք Դավիթ ջան, ասի այսպես առաջին հարցումը ցեզի ըստ երևույթի Վարշավետ Փաշինյանը իզուր բարավի կնաց Թուրքիա, որտեղ հայտարարությունները արդակին ճակատի վրա Հայաստանի վրա բանջարները կմեծացնեն, Հայաստանը կմեղադրեն, խոչընդոտող ենք մենք Հայաստանը խաղաղության, առավելի այսպիսի ամիսի բանջարներ, որ կամ կմեռնիս եւ մեր արդեն գործ նախարարությունը հայտարարություն արավ վերջապես։ Դուք իբր միջազգային դիվանագետ, ինչպես կդադեք մեր հայտարարություն, որ վերջապես համը հսավ, որ արարգեց։ Պետրոս ջան, շնորհակալ եմ շատ կարևոր հարցադրման համար, իրականում հայտարարությունը շատ լավ է որ կա, այսինքն շնորհակալ արդեն պետք է լինենք, որ գոնե պաշտոնական հայտարարություն հնչեցնում են, ուրիշ բան թե բովանդակություն է ինչպեսին է, այսինքն կներեք արտահայտությանս, որքան էլ ես փորձեմ հիմա լավ կողմից ներկայացնեմ այդ հայտարարությունը, որպես այդպիսի բովանդակության բնույթի տեսանկյունից, կներեք, բայց շատ թույլ անադամ հայտարարություն էր։ Ես շատ ավելին էի սպասում, ավելի հիմնավոր ու լուրջ պատասխան էի սպասում, որովհետև այդ խորը մտահոգություն ասվածը դա չնչին է ի տարբերություն կամ ի համեմատություն նրա, թե նրանք ինչ կոնտեքստում է, ինչ պահանջ են ներկայացնում։ Եվ մենք հասկանում ենք, չէ, պահի լրջության համատեքստում նաև այս դեկլարատիվ իհարկե բնույթ կրող, բայց շատ կարևոր որոշումը, ինչ առումով շատ կարևոր։ Պատկերացնում ենք, չէ, այսքան պետություններ, թուրքական եւ ոչ միայն թուրքական պետություններ, ստորագրում են մի թղթի տակ, որտեղ կա Արևմտյան Ադրբեջան եզրույթը, այդ տերմինը, այսինքն ընդ որում այդ տերմինը վերաբերում է ուղիղ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքին, Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն այս մասով ես բազմիցս իմ հարցազրույցներում այսօր երեք այս համատեքստում, որ տեղի ունեցել այս իրադարձությունները, ասում եմ հետևյալը։ Հիմա պատե առիթ է վերստին կրկնվեմ։ Պետրոս ջան, մենք պետք է հիմա ականատես դառնանք նախ բողոքի նոտաներ, որոնք ուղղված կլինեին այն երկրներին, որոնք որ ստորագրել են նման փաստաթուղթ, այսինքն ընդ որում դրանք այն պետություններն են, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը ունի դիվանագիտական հարաբերություններ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ հիմա նոտաներ են հղում այդ պետություններին, ոչ չենք տեսնում։ Այսինքն այդ պետությունները ճանաչելով Հայաստանի Հանրապետության պետականությունը, սուվերենությունը, շատերը Հայաստանում ունեն դիվանագիտական ներկայացություն, բայց ստորագրում են մի թղթի տակ, որտեղ գրված է Արևմտյան Ադրբեջան, գաղթականներ, վերադարձ, մարդու իրավունքներ, փախստականների իրավունքներ եւ այլն եւ այլն։ Այսինքն ճիշտ է, գուցե եւ նրանք պատճառաբանեն, որ դա ընդհանրապես հրովարտակի տեսքով, հա, ինչ որ դեկլարատիվ փաստաթուղթ է, բայց փաստը այն է, Պետրոս, որ առաջի անգամ փաստաթղթավորվեց եւ մի շարք պետությունների կողմից ընդունվեց արդեն Արևմտյան Ադրբեջան տերմին եզրույթը։ Ու այստեղ երկրորդ հանգամանքը, հիմա տեսեք, դուք ասում եք հայտարարություն է հնչեցրել, ուրախանանք եւ այլն, ոգևորվենք, մարդիկ կան ասում են, բա տեսնում եք ինչ
ճիշտ տեղը տեղին մարդիկ էլ կան են ասում են պորտը տեղը դնող պատասխանել ոչ շատ ափսոս որ պորտը տեղը դնող պատասխան չէր պորտը տեղը դնող պատասխանը կլիներ երբ որ ոչ թե նեղած կոդի դիրքերից հա կառուցողականության դիրքերից մտահոգություն են հայտնում այլ երբ որ ընդհակառակը դու այդքան բան ասելու փոխարեն ինքն է քեզ հրամցնում մտածածին տերմինոլոգիայով առավելապաշտական նկրդումներ այսինքն մենք համարժեք պատասխանը պետք է հարգելի Պետրոս լիներ հետևյալը եթե դուք խոսում եք մտածածին այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին որը ընդ որում չփաստաթղթավորված չհիմնավորված թվեր են նախ այդտեղից գա ով է որոշել 300,000 այդ որտեղից այդ թիվը գոյություն ունի պաշտոնական տեղագրեր աղբյուրներ չէ փակ եւ բաց աղբյուրներ այդ ինֆորմացիան փաստացի կա մեր ձեռքի տակ արխիվներում դա կա հարգելի Պետրոս սա լավ առիթ էր որ ասին որ հիմնավորեք 300,000 փախստականի կարգավիճակը թող Ադրբեջանը փորձի հիմնավորել ես ձեզ վստահեցնում եմ չեն կարող մանավանդ իրավական տեսանկյունից չկա գետ մեկ փաստաթուղթ, որտեղ հիմնավորվի 300,000 ադրբեջանցի փախստական ու փախստականի կարգավիճակ։ Իրանց մոտ կարող է ինչ-որ փաստաթղթեր այնպես սևը սպիտակի վրա կամ գունավոր, չգիտեմ, սարքեն, բայց փաստացի արխիվային փաստաթուղթի տեսքով չկա։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Եթե փաստերով ենք խոսում, նորություն չեմ ասելով, որ Հայաստանի Հանրապետություն այն թվերին, որոնք որ իրենք հղում են տալիս այդ փախստականների մասով, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրել են 167-ից 174,000 ադրբեջանցի։ Ընդ որում այդ մարդիկ Հայաստանի տարածքը լքել են բացառապես իրենց կամարդարության արդյունքում բռնաճնշումներ չի եղել եւ նրանք իրենց գույքն ու սեփականությունը օրենքի կետին համապատասխան զիջել գնացել, մեկը վաճառել է, մեկը փոխանակել եւ այլն։ Նրանց հենց այնպես չեն քշել, որպես ինչպես ներկայացնում են նրանք, հա։ Այսինքն այս մասը պետք է պահանջել։ Հիմա հայտարարության տեքստի մեջ այդ պետք է լիներ։ Հայտարարության տեքստի մեջ էլ ասեմ ինչ պետք է լիներ։ Օրինակ, ինձ շատ են հարցնում որպես մասնագետ, ասում եմ, այն ինչ պետք է լիներ, ասեմ ինչ պետք է լիներ։ Մենք փաստաթղթավորված ունենք 500,000-ից ավել հայ փախստականների մասին տեղեկագրեր։ Անշուշտ։ Այսինքն ստացվում է մենք չենք խոսում Շահումյանից, Նախիջևանից, Արցախի տեղահանված հայերից, Սումգայից, Բաքվից, Կիրովաբադից չենք խոսում։ Ստացվում է Ադրբեջանը ոչ միայն խոսում է, պահանջ է ներկայացնում, այլ նաև այդ մտածածին եզրույթները միջազգայնացնում է, լեգիտիմացնում է, հասկանում եք։ Անշուշտ։ Ու այսօր մենք դա խոսելու փոխարեն, դա պահանջելու փոխարեն կրոնամշակութային արժեքների մասին հələ չեմ խոսում։ Ադրբեջանը ասում է մեր արժեքները, մեր պատմական ժառանգությունը դուք պետք է վերականգնեք, մուտք ապահովեք Կաբույտ մզկիթ, Կաբույտ բանը, մզկիթն էլ արդեն իրանական չեն համարում են ադրբեջանական։ Այսինքն բանը չէ, Փաշազադեն էլ այնտեղ արդեն ոտավորվել գալիս էր Հայաստան, որ այստեղ պետք է ներկայացություն ունեն։ Հասել են այդ մագարտակի։ Այո։ Այսինքն այս ամեն ինչը մենք ասելու, մենք բարձրաձայնելու, մեր ձեռքի տակ նման գործիքակազմ ունենալով, մենք չենք բարձրաձայնում, ասում է, սա էլ է ճռռալու տեղը, սա էլ որն է ճռռում։ Հիմա հակառակ պատկերն է ստացվում։ Այ հիմա, որ այդ հարցը ինձ ուղղում եք, ես ակնկալում էի, որ գոնե պաշտոնապես նման հայտարարություն կլիներ։ Դու բառացի ընդամենը տարի ու կես առաջ արդեն եղած դեպքերը մոռացության են տաց, էթնիկ զտումը 120,000 մարդ էթնիկ զտման ենթարկվեց։ Իրենց պատմական հայրենիքից հայրենազրկվեցին, այդ մասին չի խոսվում, խոսում է ինչ որ մտածածին 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Հիմա դուք որակեք, դուք գնահատական տվեք, համարժեք էր նման հայտարարության տեքստը իր բովանդակությամբ, թե ոչ։ Հիմա ունեմ մտահոգություն, Անշուշտ, քեր մտահոգություն։
որ այս ամեն ինչը մանավանդ հասկանում եք, այստեղ պետք է չի որ մասնագետ լինես, որ այս ամեն ինչը խոսես։ Փաստեր գոյություն ունեն։ Այսինքն չէ, գիտեք ոնց որ, որովհետև մեր մոտ գործում է հետևյալը. բան չխոսենք, մի բան դուրս չգա։ Как бы чего не вышло, մենք չէ որ մենք խաղաղության դարաշրջան ենք հաստատել, վեճեր չլինի բան, մանավանդ երբ ղեկավարը հելնում պնդաճակա դեմք ընդունած ասում է բացառվում է պատերազմը, բացառվում է, առիթ չկա, արի իհարկե հասկանալի է, հետև միակողմանի զիջումների արդյունքում չկա, ապա չկա։ Այս անադամ էմոցիոնալ հայտարարություններ, որը որ որևիցե հետևանք չի թողնելու իր հետից, որտեղ անմիջապես դրանից հետո Բաքվից հնչեց նոր ավելի ուժգին հայտարարությունը, որ Հայաստանը ռևանշիստ է, ռևիզիոնիստներ են, այնտեղ ծավալապաշտություն են անում, մեղադրանքներ կրկին հնչեցրեցին, բոլոր մեղքերի մեջ մեղադրեցին հայ ժողովրդին, բայց մենք խաղաղություն ենք անում։ Այդ Հելսինկյան, այդ ներողություն, Ստոկհոլմյան սինդրոմի բանի տակ ենք։ Այդ նույն տրամաբանությամբ էլ Ստամբուլում էր։ Այս Ստամբուլում ենթադրում եմ այդ հարցը կտաս Պետրոս ջան։ Մեկ օր առաջ Ստամբուլում գրկաբաց դիմավորում էին, մի խինդ ուրախություն, մի ծիծաղ, մի ոգևորվածություն։ Գալիս են Երևան, Ստոկհոլմյան այդ հայտնի այս հայտարարությունն է հնչում, որ այդքան պետությունը այսպիսի պահանջ են ներկայացրել։ Բա ինչի մասին է ձեր խաղաղությունը։ Բա որ ասում եմ խաղաղության դարաշրջանը միֆ է, այդ խաղաղության պայմանագիրը լակմուսի թուղթ, մարդիկ ասում են, չէ դե, ոնց մինչև հիմա հարգելի Պետրոս, լուսաբանում են այն 17 կետերը, որի մասով կա համաձայնություն եւ 5 րոպե անց պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագրի մասը։ Հիմքեր ունեմ կասկածելու, որ այդտեղ հակապետական ու հակազգային կետեր կան։ Կարող եմ ասել, որ դա երկրորդ կապիտուլյացիա է կարող լինի, ոնց որ հաստատություններ, այո, ոնց որ ժողովրդի թիգունքում ստորագրեց, որի արդյունքում Արցախը հանձնվեց։ Հիմա մարդը ասում է, դե ինձ մանդատ եք տվել, կարևոր չի, որ ես ձեզ ասեմ ինչ ենք բանակցում։ Այդ Թուրքիայի մասով էլ չէ, ասում էր, հիմա էլ նոր բան ասում, ավելի ճիշտ նորովի ասում է, Թուրքիայի հետ հարաբերություններն էլ իմ կետից, զրոյական կետից են։ Մենք տեսանք, չէ՞, զրոյական կետից սկսելը։ Զրոյական կետից սկսեց Արցախը հանձնեց։ Հիմա այդ նույն լոգիկայով եթե նայենք, Աստված չարասը չբարձրաձայնեմ ինչ մտահոգությունն եմ։ Հիմա պարզ է, չէ՞, որ կարող է գնա ստորագրի նման փաստաթուղթ, մարդը ասում է ժողովուրդը տվել է ինձ մանդատ, Ժորժ ջան, հետո կիմանաս ինչ եմ ստորագրել։ Այն դեպքում, երբ որ ասում է Ժորժ ջան, առաջինը ձեզ եմ տեղեկացնելու, դուք պետք է իմանաք ինչ է կատարվում, թափանցիկ է լինելու։ Այո, ու հիմա որ ստորագրի, ու մենք տեսնենք միասին, Պետրոս ջան, որ 17 կետից 10-ը հակապետական ու շատ վտանգավոր, անվտանգային լուրջ ռիսկեր պարունակող կետեր են։ Ինչ է, ոնց է տակից դուրս գալու կամ ինչ պատասխան է տալու։ Իհարկե ինքը շատ գեղեցիկ կարա ձև այնպես փաթեթավորված ներկայացնի, այ ոնց որ հիմա արդեն իսկ հրամցնում է իր լսարանին ու հայ ժողովրդին, թե այ տեսեք, Զանգեզուրի միջանցք չի լինելու է խաղաղության խաչմերուկ։ Նայում ես, ստացվում է իր ասած խաղաղության խաչմերուկը դա նույն Զանգեզուրի միջանցքն է։ Այսինքն նույն ճանապարհները տրամադրում է, ասում է թող գնան, գան, ինչ է եղել, որ Թուրանա, հա դե մեծ Թուրանա ինչ կլինի, որ թող իրենք էլ ապրեն, թող այսինքն Թուրքիան մնացել է իրանց հույսին, պետք է Թուրքիային ասում, Թուրքիայի պես պետության ասում է դե թող իրենք էլ ապրեն, նույն այդ ջրից օգտվեն։ Նա ինչ է ասում։ Զավեշտի ժանրից, մարազմի ժանրից բաներ ենք խոսում հիմա։ Հիմա լսարանը պատկերացնում եմ ինչ արձագանք է տալիս, բայց ախր չի կարելի։ Դրա համար էլ այ Սփյուռքը հայերի մասով էլ տեսեք, ասում է ես եկել եմ ձեզ ասեմ, որ ես ձեր հետ կապ չունեմ, դուք իմ վրա հույս չդնեք։ Ու հրհրում է։ Այդ մարդուց էլ ինչ սպասես։ Այո։ Վաղ այդ մարդը նույն Սփյուռքահայերին ասելու է դուք կապ չունեք այս երկրի հետ, դուք անգամ հայ չեք, Հայաստանի քաղաքական գործին չմիջամտեք։ Ասում են, չբարձրաձայնեք, հա։ Հիմա նույն այդ Զանգեզուրի միջանցքը նայում ես, հասկանում ես, որ այդ մարդիկ որքան էլ դու դրոշակը առած, քարտեզը առած, վազվզում ես, ցույց ես տալիս բան, Էրդողանի պես հինգելը հասկանում է դրա տակ հետևյալը, որ այդտեղ մոնոպոլ արտասուվերեն տարածքի հիմքերի նման ինչ որ մի հատ ֆորմատ է ձևավորվելու։
որ այդ ճանապարհը պետք է օգտագործվի։ Հիմա եթե ուղիղ հարց ես տալիս, հա հայկական կողմը ասում է այո, ոնց թե մեր ներքին օրենսդրության շրջանակներում, մեր ներպետական օրենսդրությամբ մաքսային սահմանային օրենքների համապատասխան մաքսազերծումով, անցումներով, հսկի ճանցագրային կետերով պետք է լինի։ Բայց Պետրոս ջան, գեթ մեկ հայտարարություն Ալիևից, Էրդողանից, Բարսաստիճան ղեկավարությունից լսել ես, որ իրանք ասեն, այո, մենք հարգելու ենք Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, այո, մենք մաքսազերծելու ենք, մենք հսկի ճանցագրային կետերով անցնելու ենք նոր բան, չես լսել, չէ՞։ Այսինքն մարդիկ հասկանում ես, որ մոնոպոլ արդատարածքային բանով կարգավիճակ են ուզում այդ։ Շուտ։ Այսինքն մենք, բայց այս մարդը գալիս է Հայաստան, ասում է, տեսակ, ես ցույց տվեցի, որ խաղաղության խաչմերուկ է լինել, ոչ թե միջանցք։ Հասկանում եք, գալիս է ժողովրդին, այսինքն հələ հակառակը դա որպես ձեռք բերում է, շնորհավոր, քիչ մնա շնորհավոր է, ասի ժողովուրդ, տեսակ, Էրդողանի պես մարդը նստեց, լսեց, ոնց ես ասի, որ չի լինելու Զանգեզուրի միջանցք, լինելու է խաչմերուկ։ Հասկանում եք, էլ չասեմ, թե նույնիսկ եթե այդ ճանապարհները բացվեն, եթե ընդունենք, որ բացվում են մեր ներքին օրենսդրությամբ, հարգելով մեր օրենքները եւ այլն, այդ ռիսկերը հաշվարկված են։ Դուք պատկերացնում եք ինչ ռիսկեր իր հետ պարունակում է, Նմանակ որ Հայաստանը ադրբեջանցիների թուրքերի համ տարանցիկություն է ապահովում։ Դուք պատկերացնում եք, չէ՞, այդ ռիսկերը։ Հիմա ասեմ այդ ռիսկերի մասին։ Մենք շատ ենք խոսում։ Բա, հիմա ախր տասնյակ կարող եմ թվարկել, անգամ չեմ ուզում հիմա կետեր ասեմ, ընդամենը մի բան ասեմ։ Այդ 300,000 ադրբեջան որ րոպեին սահմանները բացվեց, մենք արդեն առաջին իսկ օրից սկսած դեմոգրաֆիական շատ լուրջ խնդիր ենք ունենա, անվտանգային։ Դու գիտես ինչ քանակի, ինչ մասսա է գալու։ Այո։ Դու պատկերացնում ես նրանցից մեկի քթից արուն գա։ Ուզում եմ չթվարկեմ, թույլ տուր չթվարկեմ պատճառահետևանքային կապը թե ինչ կարող լինի։ Մենք մեր անվտանգային համակարգը պատրաստ է այդ ամեն ինչի դիմակայել, այդ ռիսկերը հաշվարկված են։ Նայեք, այսօր հայտարարություններ եմ նայում վերջին թարմ լուրերից, ասում է 40,000 ուսանող հնդիկ պետքա գա։ Նայում ես եղբայրական երկիր, ռիսկեր չկա, ուսանողներ, բայց նույն իրենց մասով էլ հասկանում ես, չէ՞, ովքեր են գալիս։ Պակիստանցիները մեջի։ Ինչի տակ են գալիս ուսանողները։ Եվ երկրորդը դու այդքան մարդուն տեղավորելու խնդիր ունես, դեմոգրաֆիական խնդիր ունես։ Հազարու մի խնդիր կարող եմ թվարկել, ուղղակի չեմ ուզում ասեմ, որովհետև դա նաև ինչ որտեղ հուշում կլինի։ Հիմա այս ռիսկերը հասկանում եք, ախր նայում ես դիլետանտ, դեմագոգ, բախտախնդիր, արկածախնդիր մարդիկ եկել են իշխանության, մարդիկ, որոնք որ ամբողջ կյանքը ասում չտես են եղել։ Այն որ ասում է չտես են եղել, պատից կախ, ճակտից կախ են տեսել, եկել են այսօր քաղաքական ոտաբոբի, քաղաքական միտք չկրող մարդիկ եկել են զբաղվում են քաղաքականությամբ, այն էլ միջպետական հարաբերություններով եւ այլն, դրա համար էլ պատկերը էսա։ Նայում ես մատաղացու ուլի պես դեմքերին նայում ես այն որպի նման սպասում են որ Էրդողանը պետք է ժպտա մի հատ ժպիտ բաշխի որ ուրախանան, հասկանում ես։ Նայում ես այ մարդ, ասում ես պետություն են ներկայացնում, մի ողջ ժողովուրդ հայ ազգ են ներկայացնում այս մարդիկ, ամաչում ես իրենց փոխարեն։ Դավիթ ջան, ինձ համար է ոչ բլոգեր, ինձ համար է որ խոսես մի բարձ հասարակ քաղաքացի հետ, բարձ որ քաղաքականությամբ շատ քիչ կսպավի եւ ցեզ հիմա լսած է։ Ինձ իբի համոզեք օրինակ, եմարի որ բարձ հասարակ քաղաքացի որ քաղաքականությամբ չսպավի, որ եթե փոխվի այս բոլորը, ես իբր բլոգեր համաձայն եմ կողից որ ասի իշխանություն մեզի գործոնումի գտանի երաշխավորված։ Ուզեմ ողջունել դա Էդգար Ղազարյանը որ ասա որ բրգուճան հույս կա, սակայն դա ասի իշխանության մնա երաշխավորված է գործը։ Ինձ սեվե բարձ քաղաքացիմը եւ ինձ համոզե որ այսօր եթե կան Դավիթ Կարապետյանի նման դիվանագետներ այլ իշխանություն որ երկրի շահերը կպաշտպանի, այս մեջ վտանգին ինչպես պիտի պաշտպանենք, որտեղ փաշինյանիզմի կառուցություն անչափ խորամանկ է, այն օրը ինձ մի հատ մեկը կոմենտ գրեց Էդգար Ղազարյանի հետ ինտերվյուին դա։ Ասա որ ինչ եք ուզում, մենք 2 միլիոն հայ ենք, ուզում եք որ 90 միլիոն թուրքին դեմ գրվիկ, եւ շատ մարդիկ կան որ այս տեսակ կառուցություն են գդարվին։ Ինձ սեվե հիմա բարձ հասարակ քաղաքացիմը եւ ինձ բացադրե եթե փոխվի իշխանությունը մենք գաս երաշխավորված գորուստեն եւ մահեն մենք մահվան գետան
Հայաստանի պետականություն Աստամի դիմաց հայը վիճի մնա Աստանին հայը պիտի հանվի։ Ինչպես կնան այս վիճակին դուրս գալ։ Խնդրեմ հարամեցեք։ Սեբերով ինձ հասարակ քաղաքացի։ Պետրոս ջան, տեսեք։ Այն վարչապետը ասում է հա Թուրանն է էլի ինչ է եղել որ։ Այսինքն ուզում եմ ասեմ, այդ մարդը չգիտի, այդ Թուրան գաղափարը ինքը ինչ է, իր ակտուալությունը։ Այս պահին չեմ իհարկե ուզում ֆետիշացնել Հայաստանի հանգամանքը, բայց որ պետություններ կանգնած այսօր իրենց կողորտին այդ ծրագրերի իրականացման, կամ ով է արդեն այն ամենանպատակարար մարդը, պետության ղեկավարը, որը որ այսօր կարող է այդ խնդիրները, որը ունի Թուրան ասվածը, այսօր իրանց, այսպես ասած, սրտով գնա, իրենց ծրագրերին համահունչ գնա, պատրաստ լինի անունը դնել զիջումներ, բայց միակողմանի զիջումներ գնա։ Այսօր բացառապես այդ մենաշնորհը փաստացի Փաշինյանին է։ Փաշինյանի համար այսօր Ալլահ են կանչում։ Մարդիկ գոհունակություն են հայտնում, երանություն են տալիս, որ հավերժն մնա կառավարի։ Այո։ Հիմա առանց ֆետիշացնելու ինչը կառավարի, երբ որ Էրմենիստան սանջակ դառնա, այս երկիրը այդ կառավարի։ Այսինքն մենք Պետրոս յուրաքանչյուր adekvat հայ հասկանում է, չէ՞ որ իհարկե լավ կլիներ, որ երկիրը բոլոր հարևանների հետ ունենար բարեդրացիական հարաբերություններ, շրջափակման մեջ չլիներ։ Մենք բոլորս դա հասկանում ենք, չէ՞։ Հասկանում ենք, չէ՞, ռիսկերը, թուրքական ֆակտորը, ադրբեջանա-թուրքական տանդեմի առավելապաշտական նկատումները։ Մենք այդ էքսպանսիոնիստական իրենց քաղաքականությունը որ վարում են։ Հիմա մենք պետք է հասկանանք, մենք այդ этаպում բոլոր ռիսկերը անվտանգային հաշվարկելով, որն է ճիշտ։ Այսինքն հիմա շրջափակման մեջ լինենք, բայց դիմադրողականություն ունենանք, ինքներս մեր հարցերը կարողանանք լուծել։ Իհարկե շարունակաբար փորձել խոսել Թուրքիայի պես, ես ասել եմ միշտ Թուրքիայի հետ պետք է խոսել։ Աշուր։ Բայց գոնե պետք է հասկանաս, որ հավասարը հավասարի սկզբունքով պետք է, դու պետք է այնքան հասունացնես քո քաղաքականությունը, դու այնպես պետք է քեզ պահես, որ քեզ հարգեն, պատվեն ու քեզ լուրջ վերաբերվեն, որ դու կարողանաս իրենց հետ հավասարը հավասարի հետ խոսել ու կանոնակարգել այդ հարաբերությունները, բայց ու այնպես անել, որ դրանք տարանջատվեն, այսինքն ոչ թե թուրք-ադրբեջանական դիտարկվեն, այլ հայ-թուրքական, որովհետև իրենք այսօր շատ դեպքերում հանդես են գալիս որպես մեկ միավոր։ Գիտես, իրենց քաղաքականությունը սինխրոնիզացված է, իրենք ամեն ինչ անում են, ընդ որում Թուրքիան ասում է, որ քո հարաբերությունները Ադրբեջանի հետ մինչև չկարգավորես, դա պայման է իմ համար, մեր հարաբերությունները չեն կարգավորվել։ Հիմա պետք է, չէ, այնպիսի վարկագիծ դրսևորվի, իսկ դա գալիս է նախ պետություն որպես դու քո իմունիտետը այնքան պետք է բարձրացնես, որ քեզ հաշվի նստեն, կարևորեն քեզ ու ոչ թե նման բառամտերքով քեզ հետ խոսեն, այլ հավասարը պես, ոչ թե քեզ պայման դնեն, ասեն գնա այն մյուս հարևանիդ հետ լեզու գտին, հայտարարի ա եկ, հետո նոր արի իմ մոտ, իմ դուռը փորձի իմ հետ հարաբերություններ հաստատես։ Բայց այստեղ պետք է հասկանանք, այդ նույն սկզբունքով, եթե մենք գնում ենք բարեդրացիական հարաբերությունների, դրանք ինչ ռիսկեր կա, չէ՞ որ դա էլ ստացվում է փափուկ ուժի կիրառում, վաղը դա դառնալու է այլ պատկեր։ Այն որ խոսեցինք, չէ՞, մենակ այն, որ թուրքական ֆակտորը մեծանալու է Հայաստանում ժամերի ընթացքում, ու շատ լուրջ 80 միլիոնանոց երկիրը պատկերացնում ես, ինչ պոտենցիալ ունի, ինչ հնարավորություններ ունի։ Մանավանդ եթե սահմանները բաց են։ Այդ տնտեսական էքսպանսիան իր հերթին դուք պատկերացնում եք ինչ ռիսկեր է իր մեջ պարունակում։ Մենք 2-3-2.5 միլիոն էլ չենք մնացել։ Էլ իրենց համար հասկանում ես պատերազմ պետք չի։ Այնց հարցնում են, ասում են, բա հենա լավ առիթ է Իրանի հանգամանքը, կարող է Ադրբեջանը հարձակվի։ Այո, կարող է, երբեք չի բացառվում։ Դու չգիտես, իհարկե Ալիևը ցայտնոդի մեջ է ու այսպես էյֆորիկ վիճակների մեջ է, դեռևս հաղթանակի տակ է մնացել, բայց չի բացառում, իհարկե կանաչ լույս չունի դեռևս ռազմական ճանապարհով Սյունիքը վերցնի, որքան էլ իր ռազմաքաղաքական ղեկավարությունը միանշանակ հավաստիացնում է, որ դրա հնարավորությունները կան, ֆիզիկապես դա հնարավոր է։
Բայց իրենք էլ հասկանում են, չէ՞, խորհրդատուներն են, ովքեր ավելի հեռատես են, իրենց խորհուրդ են տալ, չէ՞, ասում են, եղբայր, այնա միակողմանի բոլոր պայմանները բավարարում են, ընդ որում նույնիսկ դա պատճառ է դառնում, որ այս խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, որովհետև տեսնում են, որ հերթով պայմանները բավարարում են։ Հիմա իրան ինչ պետք է այդ խաղաղության պայմանագիր։ Նույն Այո, հաջողության պատերազմը ինչին է պետք, եթե Հայաստանը պատրաստ է ճանապարհ։ Այսօր ճանապարհը կբացի, վաղը 300,000 ադրբեջանցիների վերադարձը կհաստատի, մյուս օրը կթույլատրի, չգիտեմ, արժեքային մշակութային ժառանգությունների, չգիտեմ, օգտագործում, չգիտեմ ինչ եւ այլն, որի մասին ուղիղ տեքստով արդեն որպես պահանջ ներկայացնում են։ Այսինքն կարիք չկա, հասկանում ես, պատերազմի միջոցով Իսկ մենք ինչ ենք անում, ստացվում է մենք նպաստում ենք դրան։ այո, Ես դրա համար եմ ասում, այստեղ պետք է հստակ հեռատեսությամբ դիվանագիտություն վարել։ Ոչ թե էմոցիոնալ սպեկուլյացիաներով զբաղվել, ոնց որ այդ հայտարարություններ։ Ասում եմ, մեկ օր առաջ Ստամբուլում շատ լավ միջավայրերի մթնոլորտը հոյակաբեր, սպասելիքները եկան մի ոգևորվածություն, պատմական էին հանդիպում, ֆետիշացնում էին այդ հանդիպման բան, հասկանալի է, շատ լավ էր, հրավեր էր եղել, շատ լավ էր, պետք էր գնալ, բայց ժեստ ու միմիկայից բռնծրած պետք է մի քիչ չափ ու սահման գոյություն ունի։ Եվ ընդհանրապես այնտեղ պարզ է, չէ, որ հետկուլիսային որոշակի պայմանավորվածություններ են նաև կան։ Հենց այնպես չհրավիրեցին, հա, գնային այնտեղ բարև ձեզ, հաջողություն, ցտեսություն։ Պարզ է, չէ, որ գնացել են որոշակի բան։ Հիմա մենք առողջ դատողությամբ եւ օբյեկտիվ անաչառ սկզբունքներից եթե խոսում ենք, մենք արդեն ենթադրում ենք, չէ, ինչ պահանջներ է բավարարվել։ Որից հետո հայ համայնքի հետ հանդիպելուց ինքը արդեն ասում է, դե մեզ Թուրանը նորմալ է, ինչ է։ Դե բա մենք ճանապարհները բացվելու են, բա իհարկե բացվելու են։ Այսինքն հասկանում ես, չէ, որ մի բան արդեն որոշակիություն կա, հստակություն կա։ դեղի է դված։ Կրկին իմ հարցումս, Դավիթ ջան, այո, ուսածներ բոլորը ճիշտ են, սակայն Դագավին ինձ հետ վարվեցար իբր բլոգեր։ Ես հասարակ քաղաքացի եմ, եթե այսօր իշխանությունը փոխվի, ինչպես մենք կրնանք այս միջակայքին դուրս գալու հույս ունենանք, որտեղ ամեն անգամ ես կգտնեմ, այս իշխանության հետ մեր մահը ստույգ է եւ գարձես թե շատ ավելի արագ կմոտենա։ Մենք հիմա արդեն մտածենք շատ որոշ ոչռական վտանգավոր փուլ, մանավանդ Պարսկաստանի պատերազմը մեզ շատ ավելի մեծ վտանգի տակ դրավ, ամերիկայինալ ներկրավերը մեզ շատ ավելի մեծ վտանգի տակ դրավ։ Եթե այսօր այս իշխանությունը հեռանա, ինչպես կնա այլ իշխանությունը այս վտանգներուն դեմ առնելու քայլեր առնել։ Հասկացա։ Պետրոս ջան, այդ հարցի պատասխանը այնքան ծավալուն է, դուք պատկերացնում եք, ինչ գլոբալ լուրջ հարց եք տալիս։ Ես եթե փորձեմ, մենք առիթ ունեցել ենք այդ նմանատիպ հարցերի այդ մասով խոսել, ես մաքսիմալ հագիրճ պատասխանել եմ, փորձեմ հիմա էլ լակոնիկ ասել հետևյալը։ Պետրոս ջան, նախ պետք է գան բարոյապես ինքնաբավ, կայացած գրագետ, այո, մասնագետ տեխնոկրատ մտավորականներ, մասնագետներ, այդ մարդիկ նախ պետք է գան, որոնք ունագեն քաղաքական միտք գեներացնել, հաշվարկներ անել, քաղաքական հետագիծ ունեցող մարդիկ կամ ընդհանրապես քաղաքականությամբ էլ չզբաղված մարդիկ, որոնք որ ունեն այդ պոտենցիալը, ընդ որում մարդիկ, որոնք որ ընկալելի կերպար են, հասարակության կողմից հարգանք ու պատիվ վայելում են, վստահություն են վայելում, այդպիսի մարդիկ վստահեցնում եմ կան, այդ մարդկանցով նախ պետք է ներկայանան հանրությանը, նախ վայելեն ժողովրդի սերն ու հարգանքը, վստահությունը, ստանձնեն նման պարտավորություն, մտնեն նման պատասխանատվության տակ, ու ձեր ասած հարցերը արդեն կանոնակարգված, այսպես յաչեյկաների մեջ բաժանած, ամեն մի հարցին տալ հստակ պատասխան, բայց մինչև այդ հարցը նախ իրենք մարսեն երկրի խնդիրները, հասկանան խնդիրները, հասկանան, որը ինչ միջնաժամկետով, երկարաժամկետով, թե կարճաժամկետով են լուծելու, ում հետ ինչպես հարաբերվել, արտաքին քաղաքականությունը ինչպես պետք է վերափոխել, որ պետության հետ ինչպիսի հարաբերություններ պետք է վերբեռնել, անվտանգային համակարգի տեսանկյունից ինչ պետք է հստակեցվի, պետք է հաշվարկել ռիսկերը, պետք է հաշվարկել հնարավոր սցենարները։ Այդ ամեն ինչը կարող են անել մարդիկ, որոնք ստապ adekvat գիտակ մարդիկ են, ոլորտի մասնագետներ են, շատ շիդակ, ու որոնք որ պետք է
կանոնակարգված, համակարգված աշխատեն։ Պետություն կառավարելը դա Ապրենք։ լուրջ խնդիր է, լուրջ Շատ։ հարց է ու պետք է հասկանան, չէ, որ այդ քաղաքական, այ ասում են քաղաքականությամբ զբաղվելը, քաղաքական մեկը մի ձև է ասում, մեկը մյուս ձև է ասում, մեկը ասում է պոռնոգությունն է, ես ասում եմ պոռնոգությունն է, երբ որ պոռնիկներն են զբաղվում քաղաքականությամբ։ Նայ այդ մասնագիտությունը, եթե դրանով է պետության կառավարման ամբողջ համակարգը աշխատացնում, ուրեմն չգիտեմ, հիմա անուններ դնել, անվանարկել, վանկարկել ոլորտին կամ ընդհանրապես քաղաքականությունը, դա ախր քաղաքական բան կատեգորիա էլ չի, հասկանում, դրանով հարց չի լուծվում։ Փաստը այն է, որ ուղղակի այս պահին պետք է լինեն նման մարդիկ, որոնք որ նման պատասխանատվության տակ մտնեն, բայց այդ նման մարդիկ կան, որքան էլ պատրաստ են այդ թողու բոհի մեջով անցնեն ու մտնեն նման պատասխանատվության տան, այդ տաժանակիր պատասխանատվության տան։ Բայց հասկանում ես, որ այսօր համակարգը թույլ չի տալիս։ Համակարգը այսօր այնքան է այն գրբանային, այ ոնց որ արտարադատությունն ու բանն է հիմա, երբ որ երկրի ղեկավարը ասում է, հələ թող մի դատավոր իմ ասածը չանի, որ մի դատավորը չի անի, դու հասկանում ես, որ դա դիկտատորական ռեժիմի պես մի հատ սիստեմա է պետությունը ստեղծել, որ հիմա կարող է ցանկացածին այս Սամվել Կարապետյանի դրվագը լավագույն օրինակ։ Ցանկացած մեկին կարող են արանքից այսպես մեղմ ասած հանել։ Դու դրա համար էլի ենք խոսել այս թեմայով։ Համաժողովրդական ցասում, ընդվզում մինչև չլինի, մինչև փողոցները լեփ-լեցուն չլինեն, բողոքավոր մարդկանցով, որոնք որ չեն համակերպվում, չեն հանդուրժում այս իրավիճակը եւ փոխմանը, սիստեմի փոխմանը դեմ են, մոռացեք, որ այդ մարդիկ ինչ որ բան կարող են անել, որքան էլ որ իրենք վերը թվարկած որակների տեր մարդիկ լինեն։ Ավիճան, նայում 5 րոպե, սակայն ուզեմ քո փորձել օգտվել։ Նայում եմ գարձիկիս մոդ է, ըստ երևույթին Իսրայելը ցախողեցավ իր առաքելության մեջ, իբր լիբանանցի ես կուզեի որ հաջողեր, բայց իբր հայաստանցի վայ երբեք, որովհետև Իրանի խորդակում մեզի շատ մեծ խնդիր արժե։ Բայց գարձեմ որ լավ լուրը ըստ երևույթին Իրանը ատկանատուրին բادرشեր եւ Իսրայելը հիմա բավական լուրջ խնդիրի մեջ է։ Ինչ գարձեք ունի նայում 4 րոպե, երևի այդ պատճառով որ Ամերիկային խնդրեց որ միջամտել 5 րոպե ունի, գրամեցեք։ Փորձեմ լակոնիկ, այո, Իրանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը ցույց տվեցին, որ իրենց դեմքը փրկելու համար մի բան պետք է անեն եւ արեցին։ Երկրորդը սա ուղիղ խոսում է այն մասին, որ առաջին իսկ օրից Միացյալ Նահանգները, որը որ ասում է ես մասնակից չեմ, ես կապ չունեմ, լավ էլ մասնակից է, լավ էլ հստակ է, ես բազմիցս ասել եմ, հիմա էլ եմ ասում, Իսրայելը իրենց համար Մերձավոր Արևելքում իրենց պլազդարնն է, իրենց պոլիգոնն է։ Այո։ Ու ցանկացած կոնֆլիկտում որպես հարթակ իրենք օգտագործում են Իսրայելին։ Այսինքն տվյալ դեպքում ինքնախոստովանություն էր, երբ որ Թրամփը ասում էր 61-րդ օրը եկավ, այ դրա համար Իսրայելը հարվածեց։ Այսինքն հստակ ցույցում էր, որ ամեն ինչ պլանավորված էր եւ ամեն ինչ իրենք գիտեին։ Երբ որ արդեն երկատե գմբեթը իրեն չէր արտարացնում, ժամանակին 10-ից 2-ն էին ընկնում, հիմա 10-ից 6-ն են ընկնում։ Եվ հասկանում են, չէ, որ Իրանը սկսում է իր միջին բալիստիկ հրթիռները, ընդ որում առավոտյան արդեն ինֆորմացիա եղավ, մանևրող հրթիռ միջին եւ հեռահար բալիստիկ հրթիռները արդեն նշանակետերին հասնում են։ Այնտեղ արդեն պանիկա է սկսվում։ Հա։ Ընդ որում ասեմ, այստեղ հավաստի որպես ինֆորմացիա նաեւ Այդ տեսեք Միացյալ Նահանգները որքան էլ իրենց հետախուզությունը աշխատում էր, որքան էլ Մոսադը, ընդ որում փայլուն աշխատանք էր կատարել Մոսադը։ Փայլուն, երբ որ կարողացել էր ագենտուրան մտցնել մինչև բարձրաստիճան ղեկավարներ, բայց այդքանից զատ ինչ էին արել։ Նաթազի, Սպահանի, երբ որ Ֆորդոյին երբ որ հարվածում էին, հիմա իմանում ենք, որ փաստացի ուրանի հարստացման այդ կետերը, այդ օբյեկտները, իրենք Այդ պաշարը նախապես դուրս հանված է, որտեղ իրենք միամիտ ժողովուրդ չեն։ Իրենք այդ ամեն ինչը տարանել են այդտեղի ժամանակին։ Այսինքն ոչ մի վնաս չի, վնաս կրել են, ահռելի վնաս, որպես օբյեկտ այդպեսին կրել է, իհարկե։ Ահռելի B2-ով հարվածումներ են կատարել, չի կարելի անլուրջ վերաբերվել իհարկե։ Բայց փաստը այն է, որ այսօր Իրանը, եթե հեռահար, եթե պատերազմը շարունակվելու է, ինչ անում, Օրմուզի նեղուցն է արդեն փակում Չէ, Քատարի ու Սիրիայի ռազմաբազաներին է հարվածում ամերիկյան։ Հասկանում ենք, չէ, արդեն ուր է գնում։
կամ նույն սկզբունքով հիմքեր ունի, չէ՞ հիմա Իրանը ՄԱԳԱՏԵ-ից դուրս գալու։ ՄԱԳԱՏԵ-ի զեկույցը Միացյալ Նահանգների նախագահ կարդում է, տեսնում է, որ այդտեղ ուրան են հարստացնում, բայց ոչ այն քանակի կամ ոչ այն պայմանով, որ միջուկային զենք արտադրեն, անցնում է իր ասած 12 օրներ չի անցնում, բանակցությունների մեջ գտնվելու Իրանի հետ հարվածում է Իրանին։ Դա ինչի մաս է։ Դրա համար էլ աշխարհը հիմա Միացյալ Նահանգներին ագրեսոր է համարում։ Ընդ որում ես էլ եմ համարում, այո։ Երկու րոպե ունենք Դավիթ ջան, արդյոք պատերազմը որքան երկարի, ես կգործեմ որքան պատերազմ երկարում է, Բարսկաստանը ավելի ուժեղանում, Իսրայելը շատ ավելի նեղն է մտնում, երկար պատերազմ չի գար, եւ արդյոք Ադրբեջանին բավական ուժ խնդիր է ստեղծվել, ունին տաղամին երկու րոպե։ Եթե Բարսկաստանը ըստ երևույթին քոյադեվ է։ Ըստ երևույթին, եթե շարունակական լինի պատերազմը, դա իօգուտ Իրանի կլինի, որովհետև ասած ձեզ, այո, նրանք սպառվում են, երկաթե գպետը արդեն իրեն չի արտարացնում։ Նրանք էլ կարողանում են Միացյալ Նահանգների միջնորդությամբ, օժանդակությամբ իհարկե դերևս շատ լուրջ վնասներ հասցնել Իրանին, բայց Իրանը այսօր ցույց է տալիս, որ արդեն այն որ ասում է ի հայտ է հանում իր բալիստիկ սիստեմը, շատ լուրջ զենքեր է ցույց տալիս ու այս մասով, եթե ուղիղ դիմադրողականության տեսանկյունից ուղիղ լիներ պատերազմը, ես ձեզ վստահեցնում եմ, այո, վերջում Իրանը շահելու էր, Իրանը հաղթանակելու էր։ Ավելի քան դրա համար է, որ հիմա Միացյալ Նահանգները, այսպես ասած, եկավ օգնության իր դեմքը փրկելու համար։ Ամբողջ պատկերը դա է։ Բայց այն որ հիմա հիմքեր են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը փաստացի իլուր աշխարհի ասում է ու հիմնավորում է, որ միջազգային բոլոր կոնվենցիաները, ՄԱԿ-ի կոնվենցիաները խախտվել է, փաստ է։ Հիմքեր է տվել, որ ՄԱԳԱՏԵ-ից դուրս գրվի ու այդ ուրանը էլի հարստացնելու է։ Այնպես որ հասկանալ չէ, արդեն տվյալ դեպքում Իսրայելը եւ Միացյալ Նահանգները աշխարհի աչքին որպես ագրեսորներ են, դա փաստ է։ Ոստեղ երկրորդ տարբերակը լինել չի կարող։ Նամանանդ որ Իսրայել դարածքը փոքր է, Դավիթ Կարամեդյան, շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքրական է։ Իրանի ցեզի հետ հարցազրույց ես կարդեներ գսեմ, որ Իրանի զում ինձ 600 րոպե դար, ցեզի 600 րոպե օգտվեի, որտեղ շատ հետաքրքրական է ցերեսածը։ Իբր լիբանանցի չեմ սիրել Բարսկաստանը, սակայն իբր հայ, ես կուզեմ որ Բարսկաստանը հաղթե, որտեղ Հայաստանի համար անդի մեծ հաղթանակ կլինի։ Մեզ դեր միջազգանագետ, մասնակետ, քաղաքագետ Դավիթ Կարամեդյան, շնորհակալություն եւ բարի գիշեր։ Շնորհակալ եմ։